Սիրելիներս ողջույն եւ բարի գալուստ իմ YouTube-յան տեսալիք, եթե ինձ առաջին անգամ եք տեսնում, ես Նադյան եմ, այսօր միասին unboxing ենք անելու, այսպես մեծ փաթեթ ունենք, բայց մինչ unboxing-ին անցնել, ուզում եմ մի փոքր նախապատմություն պատմել, ինձ համար շատ կարևոր է դա, ու բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ են տեսնում այս vlog-ը առհասարակ, ինձ նաև ավելի լավ կճանաչեն, իմ հին հետևորդներն էլ կարծում եմ մի փոքր բացահայտում կանեն, որովհետև գուցե եւ չգիտեին, որ այսպիսի մի բացասական չասեմ, բայց բաց թողում կա, որը ես շատ ուզում եմ ինտեգրել իմ կյանք ու դարձնել իմը։ Ես սիրում եմ շատ կոկիկ ապրել, իմ տանը միշտ ամեն բան հավաքված է, իր տեղում է, գեղեցիկ է, չգիտեմ, այդ առումով գոհ եմ ինձնից։ Նաև շատ սիրում եմ համեղություններ թխել, տորթեր երեխաներիս համար, իմ հին հետևորդների, իմ ալիքի մշտական հետևորդները այդ ամենի մասին լավ գիտեն, հաստատ շատ նկատել են, բայց կա մի բան, որը ես չեմ կարողանում իմը դարձնել, դա ձևավորումներն է, գեղեցիկ, էսթետիկ, ես կարող եմ ինչ-որ շատ համեղ բաներ պատրաստեմ, սեղան դնեմ, բայց դա լինի մաքսիմալ նեյտրալ, սովորական, առանց ինչ-որ հետաքրքիր բաների, բայց ես ունեմ ընկերուհի, ով այդ ամեն ինչը կարողանում է նաև շատ հետաքրքիր մատուցել։ Սեղանին, օրինակ, երբ սեղան է դնում, ինչ-որ հետաքրքիր ձևավորումներ անում սեղանի մեջտեղի հատվածում, կամ մոմեր է դնում, կամ ինչ-որ դեկորներ է պատրաստում, ու այդ ինձ այնքան շատ է դուր գալիս։ Կամ կազմակերպում է ընտանեկան երեկոներ, դե մենք էլ ենք շատ հաճախ ընտանեկան երեկոներ կազմակերպում, ես կարող եմ ինչ-որ պոպկորն պատրաստեմ, մրգեր կտրատեմ, խմորեղեն թխեմ, ու նստենք երեխաներով, ֆիլմ դիտենք, երեխաների հետ, ֆիլմ դիտենք, լավ ժամանակ անցկացնենք, բայց այդ ամենը ես ուղղակի բերում այսպես շարում եմ սեղանին, իսկ ընկերուհիս այնքան հետաքրքիր է այդ ամբողջը մատուցում, կարող է պոպկորնը ինչ-որ sense հետաքրքիր ձևով մատուցի, կամ դիառն ընթառաջի կապակցությամբ, իդեպ այսօր ես նկարում եմ այս հոլովակը ու հենց այսօր դիառն ընթառաջ է, ու կարծում եմ հենց այսօր էլ այս հոլովակը կտեղադրեմ ալիքում, շատ սիրուն ծառեր սարքել, որի վրա պոպկորներ էին, ու այնքան սիրուն էր դա, ու այնքան պրիմիտիվ էր թվում, բայց կհավատաք, եթե ասեմ, որ ինձ մոտ դա անել չստացվեց, որովհետև ես չեմ կարողանում ձևավորումները ինձ մոտ չեն ստացվում, շատ վատ են ստացվում։ Այս տարի ամանորին երեխաների բոլոր նվերները փաթեթավորել էի ու լենտաներ էի կպցրել, եթե հետ գնաք վլոգներով նայեք, կասեք, հայ ինչ, փաթեթավորումա սովորական թղթով փակել է ու լենտա է կպցրել, բայց դա ինձ համար հսկայական ձեռքբերում էր, ես չէի հավատում, որ այդ ամբողջ փաթեթավորումը ես եմ արել, ես կարողացել եմ առանց թղթերը փչացնելու գեղեցիկ նվերները փաթեթավորել, փակել ու լենտաներով բանտիկներ անել, գեղեցիկ կպցնել, ես չէի հավատում, անցյալ տարի մի ամբողջ ռուլոն թուղթ եմ փչացրել ու այդպես էլ ինձ մոտ չստացվեց այդ նվերները նորմալ փաթեթավորել։ Դա ասում եմ, որ պատկերացնեք, թե ինչքան հեռու եմ ես ձևավորումից, բայց ընկերուհիս ինձ շատ խորհուրդներ է տալիս, կամ ինչ-որ վիդեոներ է ուղարկում, որ ես նայեմ մանրակրկիտ, որտեղ սովորացնում են, թե ինչը ոնց է կարելի անել։ Ու այս տարի ես որոշել եմ Վալենտինի օրվա կապակցությամբ գեղեցիկ ընտանեկան երեկո կազմակերպել եւ այդ երեկոն մատուցել ինչ-որ հետաքրքիր ձևավորմամբ։ Իհարկե ամեն բան գրեթե պատրաստի եմ պատվիրել, որ պատկերացնեք այս փաթեթի ներսում այնպիսի բաներ կա, որ տեսնեք, կասեք, խի ես պատվիրել, դու չէիր կարող դա կտրել ստանալ։ Չեմ կարող, բայց կամաց ինձ կսովորեցնեմ նաև դրան, որովհետև ես մարդ եմ, ով միշտ սիրում է ինքնակատարելագործվել, աշխատել ինքն իր վրա, ես իմ թերություններից չեմ փախչում, չեմ խուսափում և համոզված եմ հաջորդը, դա էլ ասեմ ու բացեմ, էլ գլուխներդ չեմ տանի,
Հաջորդ տոնը, որը էլի պետք է գեղեցիկ մատուցում ունենա մեր տանը, դա Սուրբ Զատկի տոնն է, ես արդեն որոշել եմ ու արդեն տրամադրվել եմ, որ ահագին հետաքրքիր դեկորներ պետք է պատվիրեմ եւ այլն Սուրբ Զատիկը սիրուն տանը նշելու համար։ Բացում ենք մեր փաթեթը ու այստեղ առաջին բանը, որ տեսնում ենք, դրանք լավն ագինն իհարկե կուզեի ավելի վառ կարմիր լիներ, բայց այսպիսի հետաքրքիր բարձր են, շատ դուրս եկավ, շատ լավն է, հաստատ առաջիկայում կպատվիրեմ նաև սրանց այլ գույները։ Հիմա չեմ ասում, թե որը ինչի համար եմ օգտագործելու, որը ինչ եմ անելու, դա արդեն դուք կտեսնեք հաջորդ վլոգում, բայց շատ լավն է բավականին որակյալ։ Փոքր կարող էին ավելի մեծ լինել, բայց վատ չի։ Չորիցն որ սրանից պատվիրել եմ։ Այսպիսի սրտիկներով լույս, որի մեջ պետք է էլեմենտներ դնել։ Հաջորդը պատվիրել եմ սովորական սպիտակ սփռոց, որակը լավն է։ Կարերը բավականին կոկիկ են արված, ամենօրյա օգտագործման սփռոց չի, հա, իրեն կարելի է հենց այսպիսի ձևավորումների համար օգտագործել, եթե ուզում ես սեղանին ինչ-որ սպիտակ ծածկ ունենալ, բայց որ գցես սեղանի վրա եւ դա դառնա քո ամենօրյա սփռոցը, այնքան էլ լավը չի։ Պատվիրել եմ նաև այսպիսի սրտիկներ, ձեզ կթվա գուցե թե 3 սրտեր դուփա, ինձ առաջին հայացքից այդպես թվաց, բայց չէ, իրականում ներսում սրտիկներ են, որոնք վիդեոյի սկզբում ասացի, որ եթե տեսնեք, կասեք դու չէիր կարող դրանք կտրել։ Իրենք պետք է այս ժապավենների օգնությամբ ցույց տա ինչ-որ մի տեղից կախել, այսպիսի սրտիկներ, որ պատկերացնենք, և ժապավեններ։ Անցնելով առաջ արդեն ասեմ, որ ես պատվիրել էի 2 բաբչկա տղաների համար, բայց ուղարկել եմ մեկը, էլի վատը չի, շատ վառ կարմիր է, կուզեի մի փոքր ավելի մուգ լիներ կարմիրը, բայց վատը չի։ Ինձ համար պատվիրել եմ տոպեր, այս տոպերից մեկը հենց հիմա հագիս է ու բավականին որակյալ են, պատվիրել էի այստեղ 4 ժամ կա վրա, տոպերը միասին էին վաճառվում, ես պատվիրեցի հատուկ հենց այս կարմիրի համար, որպեսզի կարողանամ այդ օրը ինչ-որ գեղեցիկ տեսք ունենալ, բայց սպիտակը և սևը։ Հաջորդ բանը, որ պատվիրել եմ, այսպիսի ուղեգորգ, էլի սեղանի համար, որպեսզի սպիտակ սփռոցը տենց գլածքի չմնա։ Ինչ-որ հետաքրքիր սրտիկներով ուղեգորգ, որակը շատ վատն է, բայց տեսքը կարծես թե այնքան էլ վատը չի։ Այստեղ ունենք բարձի երեսներ, հիշում եք անցյալ վլոգի ընթացքում ասացի, թե մեր բարձերը ինչ վիճակում են հայտնվել, չնայած որ մենք իրենց շատ խնամքով ենք օգտագործել ու որոշեցի
Հենց Վալենտինի կապակցությամբ sense կարմիր երանգի մեջ բացի երեսներ վերցնել։ Կօգտագործենք ընթացքում կփոխեմ գարնանը կպատվիրեմ ինչ-որ գարնանային շնչով բարձի երեսներ ու տենց բարբերաբար կփոխեմ, կարծում եմ նաև տանը անընդհատ ինչ-որ հետաքրքիր նոր տեսք կտա և նոր շունչ, բավականին լավն են, վատը չեն, եթե անկեղծ մինչ հիմա բացածս բոլոր պատվերների մեջ ինչը դուրս չի գալիս, որ կարմիրները շատ տարբեր երանգների կարմիրներ են, չնայած որ ես պատվիրելուց մաքսիմալ նայում էի նկարներին, օձիվներին ու այնպես էի պատվիրում, որ գրեթե բոլորը նույն երանգների կարմիրներ գան, բայց ամեն դեպքում ահագին տարբեր երանգների կարմիրներ են եկել, չգիտեմ որը ոնց եմ համադրելու, գուցե արդեն այդ սեղանը պատրաստելու ընթացքում ինչ-որ բաներ չօգտագործեմ, եթե զգամ, որ այդքան շատ իրար հետ են սազում։ Շապիկ Աղնոյի համար, այսպիսի սրտիկներով, շատ հավես կլինի կարծում եմ, այսպիսի սրտաձև, սիլիկոնե ձևաման ունենք, որի մեջ կարելի է ինչ-որ բան թխել, համենայն դեպս գրված էր, որ կարող ենք իր մեջ ինչ-որ բան թխել, հետաքրքիր տորթիկ կպատրաստենք երեխաների հետ միասին և ունենք այսպիսի ինչ լավն է որակը, ինձ թվում էր, թե ակնառոզվի ինչ-որ բաներ է լինելու, բայց բավականին պինդ պլաստիկ է, որոնք կարելի է ինչ-որ բաներ մատուցելու համար օգտագործել ու սեղանին գեղեցիկ տեսք տալ 6 հատ, շատ լավն է, ճիշտ է մի քիչ փոքր է, ես ավելի մեծ էի սպասում իրենց, բայց շատ լավն են ու բավականին ամուր պլաստիկ է, և վերջին բանը, որ պատվիրել եմ, այստեղ ուղարկել են մեր երկրորդ բաբչկան, տխրել էի, մտածում էի ինչու մեկը, եթե ես երկուսն էի պատվիրել, բայց ուղարկել են, ուղարկի առանձին էին դրել, շատ հավես է, տղաներին որոշել եմ հագցնել սպիտակ վերնաշապիկներ կարմիր բաբչկաներով, իսկ Առնոյին այս կարմիր սրտիկներով շապիկը, արդեն պատկերացրեցի Առնոյին այս շապիկով և վերջին բանը, վերջին բանը չի, այստեղ ունենք նաև սենց դեկոր փայտ է, թզուկ է, թզուկ պապիկա, անգամ դեկորն ես դժվարությամբ իրար հագցնում, նայց ջան դու ոնց ես այսքանով ինչ-որ սիրում բան ստանալու, լավն է, մինչ վերջին պատվերիս անցնելը մի բան ասեմ անկեղծ, հիմա երբ բացեցի արդեն ամբողջ փաթեթը, զգացի, որ իմ գործը մի 10 անգամ ավելի բարդ է լինելու, քան ես պատկերացնում էի, որովհետև երբ պատվեր էի անում, այսպես նկարները շարել էի իրար կողք, բոլորը գրեթե միևնույն երանգն ունեին կարմիրի, ամեն ինչ օդի մեջ այնքան գեղեցիկ էի պատկերացնում, բայց հիմա, երբ այս ամբողջը սենց լցվել են իրար վրա, տարբեր երանգների կարմիրներ են, խառը, չեմ պատկերացնում, որով ինչ պետք է անել, իսկ թե ինչ կստանամ ես այս ամեն ինչից, դուք կտեսնեք հաջորդ վլոգում, իսկ հիմա վերջին պատվերը, որպեսզի մեր երեկոն նաև անցնի հետաքրքիր, այսինքն ոչ միայն ես ապահովեմ վիզուալ գեղեցիկ կողմը, այլև ապահովեմ լավ ժամանց, պատվիրել եմ այսպիսի խաղ, որ խաղանք բոլորով, չնայած մենք ունենք մեր սիրելի խաղերը, դրանք ևս կարող ենք խաղալ, բայց այստեղ նոր հետաքրքիր ինչ-որ բան մտածեցի պատվիրել և նոր խաղ ունենալ երեկոյի համար, այսպիսի տարամ, որի մեջ շարում ենք այս շշերը, այսպես,
դնում ենք, այսպես բոլորը պետք է շարել, դնում ենք հակառակ ուղղությամբ, որպեսզի այս կողմից կանգնած մարդը չտեսնի, թե այստեղ, ու իդեպ բավականին անթափանց է այս տարան, չնայած պլաստիկա, ես պատկերացնում եի, որ գուցե փայտ լինի, բայց չէ պլաստիկա, լավն է, ու պետք է այսպես փորձել ըստ հերթականության շարել ճիշտ գույներով, թե այստեղ ինչ գույներ են գտնվում, ու այդպես բոլորս հերթով փորձում ենք, տեղաշարժում ենք, սա տանում ենք այստեղ, սա տանում ենք այնտեղ, իհարկե մեկային կողմում պետք է կանգնի, ով կասի ճիշտ է, սխալ է, մեկ սխալ, երկու ճիշտ, այսպես։ Եվ վերջում ես որոշել եմ, որ այնտեղ կանգնողը, դիմացի հատվածում կանգնողը կլինեմ ես, սուդյան, ով կասի մեկ սխալ, երկու ճիշտ, և ով կկարողանա տեղափոխությունների արդյունքում ամբողջը ճիշտ հավաքել, կստանա սուդյա Մայրիկի կողմից դրամական պարգև։ Այդպես։ Ինձ թվում է երեխաներին շատ հավես կլինի, մանավանդ որ իրենք կաս են հավաքում ամեն մեկը իր համար եւ օրվա ընթացքում ամեն բան անում են, որ այդ կասը լցվի, ինչ որ գործեր են անում, մամ, ես էս ինչը կարամ անեմ, դու ինձ գումար տաս, գցեմ կասիս մեջ։ Հիմա այս հավես տարբերական գումար աշխատելու եւ նաեւ հետաքրքիր երեկո ունենալու, իսկ մեր հետաքրքիր երեկոների հաջորդ խաղը, որը մենք շատ սիրում ենք ընտանիքով, դա մեր սիրելի այլ կերպն է, անպայման ձեռք բերեք ձեր երեխաների համար, այստեղ գրված է 4-ից 8 տարեկան երեխաների համար, ես կարծում եմ մի փոքր էլ կարելի է ավելի մեծ, երևի 5-6 տարեկանից սկսած երեխաների համար անպայման կարող եք ձեռք բերել այլ կերպիկի այս խաղերը մեր ամենասիրելիներից են և ընտանեկան ժամանցի հիանալի միջոց են, շատ սիրում եմ։ Դա էր իմ այսօրվա unboxing-ը, ինձ բավականին բարդ աշխատանք է սպասում, բայց ես վստահ եմ, որ կկարողանամ տակից պատվով դուրս գալ, իսկ թե ինչ կստանանք արդյունքում կտեսնեք հաջորդ վլոգի շրջանակներում, անպայման միացեք իմ ալիքին, եթե դեռ չեք միացել ու սպասեք հաջորդ վլոգին։